խաղաղ մանկական սենյակում, երբ ամեն ինչ քնած է, հանկարծ մի տարօրինակ լույս է հայտնվում։ Սեղանի տակ մեղմորեն փայլում է խորհրդավոր բյուրեղը։ Ռոկին, քաջ փոքրիկ համստերը կապույտ թիկնոցով, առաջինն է նկատում այն։ Նիկին, զգուշավոր, բայց բարի, հետևում է նրան։ Լույսը նրանց կանչում է, յուրաքանչյուրը ցանկանում է դառնալ հերոս։ Նրանք միաժամանակ վազում են դեպի բյուրեղը, բայց հանկարծ ամեն ինչ փոխվում է։ Բյուրեղը սկսում է դողալ, շուրջը լույսի պտույտ է առաջանում, խաղալիքների աշտարակը սկսում է փլվել, եւ այդ պահին Ռոկին խրվում է։ Նա չի կարող ազատվել։ Նիկին կանգ է առնում։ Նրա առաջ ընտրություն է՝ գնալ դեպի լույսը, թե փրկել ընկերոջը։ Երբեմն իսկական հերոս լինելը նշանակում է ոչ թե առաջ գնալ, այլ ընտրել ընկերոջը։ Նիկին մի քայլ է անում եւ ցատկում։ Նա փրկում է Ռոկին, նրանք միասին ընկնում են, բայց մնում են անվտանգ։ Լռությունը վերադառնում է, բյուրեղի լույսը դառնում է մեղմ։ Ռոկին նայում է Նիկին շնորհակալությամբ։ Նրանք այլևս մրցակիցներ չեն, նրանք թիմ են։ Եվ հանկարծ բյուրեղը նորից լուսավորվում է, բայց այս անգամ ջերմ լույսով, սրտի ձևով։ Արևի առաջին ճառագայթների հետ երկու փոքրիկ համստերը կանգնած են կողք կողքի։ Քանի որ իրական ուժը դա ընկերությունն է, եւ հենց դա է նրանց դարձնում իսկական հերոսներ։